Սիրելի բարեկամներ, սկսում ենք Status Quo-ն Եվրամեդիա 24-ի եթերում։ Այսօր մենք հյուրընկալել ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին։ Անդրեաս, ողջունում ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր ի տարբերություն մնացած մեր բոլոր հանդիպումների, որտեղ մենք հիմնականում խոսել ենք արտաքին քաղաքականությունից, մենք երեք խոսենք արտաքին քաղաքականությունից, բայց ես օգտագործել եմ ձեր վերլուծական կարողությունները ներքաղաքական մի քանի հարցեր բարձելու համար, եթե դեմ չեք։ Առաջի հարցը վերաբերում է այս օրենքին, որը բավականին մեծ աղմուկ է առաջացրել կամ ըստիս աղմուկ է առաջացրել, համենայն դեպս տպավորությունը դա է, որը վերաբերում է, եթե այսպես ձևակերպեմ, պարզ ծառայության դիմաց, զինվորական ծառայության դիմաց կարող ես վճարել որոշակի գումար եւ կրճատել քո ծառայությունը մինչեւ 1 ամիս կամ 2 ամիս եւ դրանով դու ազատվում ես։ Հիմա այստեղ շատ քննադատությունը այն է, որ փաստորեն ստացվում է, որ բանակը զինված ուժերը դառնում է աղքատների վայր, կամ որ ուղղակի մենք կազմաքանդում ենք բանակը, կամ մյուս տարբերակը, որ մենք դրանով անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, մարդը եթե ուզում է ծառայել, կարող է ծառայել, այդ գումարները կօգտագործվեն ծառայողների համար, մի խոսքով, այսպես շիլափ-հլափ։ Ինչ է կարծում դուք։ Համակարգային խնդիր է, ինչ որ մի առիթով վերջերս ոստիկանությունում է մի հատ մեծ այսպես դարակ գործերի քրեական վարույթների Հայաստանից բացակայող բանակից խուսափողների հազարներով է, տասնյակ հազարներով է գնահատվում այդ բանը, այսինքն օրենքի նախագիծը բնականաբար այդ պրոբլեմատիկայից ելնելով առաջացավ, վստահ եմ, որ իսկապես մեծ թվով կա քաղաքացիներ, որոնք որ ըստ էության եթե ողջ խստությամբ օրենքի հիմա իրենց վերաբերվել դա քրեորեն պատժելի եւ ազատազրկման հետ առնչվող խնդիր է Եվ այստեղ ինձ թվում է փորձում են գտնել կոմպրոմիս, ասել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վիճակի է այսօր քայլ անել դեպի պրոֆեսիոնալ բանակ, իմ կարծիքով։ Բայց դուք հիշում եք, որ իրենք դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, հրապարակեցին մի բան, այդպես կոնցեպտ տրանսֆորմացիայի կամ կերպափոխման զինված ուժերի, որտեղ հստակ ամենակարևոր կարմիր թելը, որը անցնում էր այդտեղ, պրոֆեսիոնալ բանակի անցումն է եւ սերժանտական կազմի փոփոխությունը, այսպես ամերիկյան մոդելով եւ պրոֆեսիոնալներով հագեցվածությունը, բայց դրանք ըստ էության հիմա դեռևս ընդհանրապես այդպես ասած հանգեցրել են միայն փողի դրամական կողմին, բայց ոչ որակական, մնացած եւ այլ բաներին։ Կա համագործակցություն միջազգային, Հայաստանը ունի այդ արդեն ինչ որ կատարած քայլեր այդ ուղղությամբ եւ այո Հայաստանի մարտունակության բանակի բարձրացման հարցը ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին խնդիր է։ Ինչի համար եւ Հայաստանին պատրաստ են տարբեր պետություններ աջակցություն այդ հարցում ցուցաբերել։ Հայաստանը հիմա ունի, եթե չեմ սխալվում, 15 թե 16 գունդ, որոնք հիբրիդային զորամասեր են։ Իրենք ոչ սովետական ենթադրենք, հա, այդ ավանդույթով կամ Ռուսաստանի Դաշնության ավանդույթով կարող են համարվել հրաձիկային, չեն կարող համարվել մոտո հրաձիկային, կարող են ինչ-որ կիսատ հրաձիկային համարվել, թե սպառազինության կոմպլեկտացիայի տեսակետից, թե իրենց կազմի եւ մարտական այսպես կարողությունների տեսակետից եւ միաժամանակ իրենք չեն կարող համարվել այն ինչը որ ենթադրենք Եվրոպայում համարվում են բրիգադներ եւ այլն, այսինքն ժամանակակից զորամասեր։ Եվ այդ խնդիրը այսօր չի ցակել։ Ինքը տարիների ընթացքում գնում էր, սկսած 2000-ականների սկզբից եւ հիմա շատ բարդ է ման ռեֆորմներ իրականացնել, մեծ համարձակություն է պետք եւ տեսլական ունենալ։ Գործիչը, որը որ նման բարեփոխումների գլխին պիտի կանգնի, ինքը պիտի տեսնի ուր է բերելու։ Այսինքն նախ ինքը պիտի զինվորական լինի գոնե առնվազն։
Ստեղ եւ պարտադիր չի, որ ինքը լինի զինվորական իմ կարծիքով, բայց պարտադիր է, որ ռազմական գործը, արվեստը, ռազմական կյանքը իր կյանքի հետաքրքրությունների մաս առնվազն կազմած լինի իր կենսագրության մեջ լինեն այդպիսի։ Դե ոչ Պապիկյանն է այդպես, ոչ Փաշինյանն է այդպես։ Իմ կարծիքով տեսլականի բացակայություն կա։ Իմ կարծիքը հենվում է այն մարդկանց կարծիքի վրա, որ անմիջական համակարգի ներսից են, վերջնական պատկերացում այսօր ըստ այդ մարդկանց ձևավորված չի, ինչից է պաշտպանվում Հայաստանը։ Այսինքն սպառնալիքների քարտեզագրում, չէ, պիտի դրված լինի դոկտրին, ռազմական դոկտրին, այսինքն ինչ է նշանակում պաշտպանություն։ Լայն իմաստով պաշտպանությունը, այդպես ընդհանուր խոսքերով, պաշտպանել երկիրը ցանկացած ոտնձգությունից, բայց ավելի նեղ մակարդակով, ավելի ցածր մակարդակով կոնկրետ դետալիզացված, ինքը ենթադրում է ռազմավարություններ, ինչպես պաշտպանել, պաշտպանողական ինչ որ միջոցառումներ։ Դուք կարծում եք, որ մեզ մոտ մեր զինված ուժերը կամ մասնավորապես նախարարությունը կամ գենշտաբը այդքան խորքային պատկերացում ունեն բոլոր սպառնալիքների մասին, որը սպառնում է, որոնք կա Հայաստանի առջև։ Իրենք չեն կարող չառնչվեն այդ հարցերի հետ։ Առնչվել կարող են, բայց քարտեզագրել են, իրենք գիտեն ամեն, հա, բացի ադրբեջանցի եթե կրակում է, դա իրենք տեսնում են, բայց միայն տեսանելի չեն լինում սպառնալիքները։ Նու հարցը միայն կրակելը չի, կա ռազմական բալանս։ Ադրբեջանցիները ունեն 25 բրիգադ եւ կատարել են որոշակի ռեֆորմ վերջի տարիների ընթացքում, ստեղծել են կոմանդոսի բրիգադներ Թուրքիայի օրինակով, կա շփման գիծ, շփման գծով կան անհրաժեշտություններ, ինչպես այդ շփման գիծը պահպանել եւ կա խնդիր ձևակերպել մարտական առաջադրանք։ Այսինքն գունդը ենթադրենք տեղակայված է Իջևանում, ինքը իր մարտական առաջադրանքը ինչ է ենթադրում։ Ինքը պիտի մի ամիս կարողանա մարտական գործողություններ կատարի, մի շաբաթ, 5 օր, թե ինքը ինչ պիտի, ինչ առաջադրանք, ոչ մի թիստ շնամուն այդ կարգախոսը, բայց իրենց հասկանալի է, մերը։ Եվ մեզ մոտ կան, այո, ռազմական պլաններ կան ինչ-որ մոտեցումներ, կոնցեպցիաներ, իմ գնահատականով այդ ամենը երեկվա օր է։ Այսինքն նույնիսկ այս պարտությունից հետո, ռազմական պարտությունից հետո 20 թվականի դասերի այսպես վերլուծությունը չբերեց բանակում պատկերացման, որ հարկավոր են արմատական փոփոխություններ։ Իրենք նայում են եւ տեսնում են այսօր հակամարտությունը Ուկրաինայում եւ չեն անում հետեւություններ։ Անդրեաս ջան, մենք ինքներս մեր կյանքով դարձել ենք պլացդարմ ամեն տեսակի հետազոտությունների, մինչև Ուկրաինա մենք ինքներս ենք անցել դա։ Մենք մեր սխալներից գոնե կարող ենք օգտվել։ Իմ կարծիքով այսօր ոչ։ Այսօր ոչ։ Նայելով կազմակերպչական կառուցվածքին բանակի, նայելով զորամիավորումների կազմակերպչական կառուցվածքի, նայելով մարտական պատրաստության գոյություն ունեցող այսօր պլանների, նայելով այսօրվա առաջնային, այդ շփման գծում կատարվող սկսած ինժեներական աշխատանքներից վերջացրած ռազմական այն գործողություններով, որոնք որ ես տեսնում եմ, իմ պատկերացումը, որ փորձ է արվում լավագույն դեպքում ունենալ մի քիչ ավելի մարտունակ վիճակ, քան եղել է մինչև սեպտեմբերի 27-20 թվականը։ Լավ, ըստ ձեր ասածի, այսինքն ավելի խորը հրամատ, միգուցե ամրակառույցներ եւ հասկանալի է, բայց սա խնդիրը այլ է, որ եթե դու տեսնում ես եւ գիտես հստակ թե ինչ սպառնալիքներ են, ապա ձեր ասած քայլերը պետք է բազմաթիվ անգամներ ավելի շատ ու ավելի արագ արվեին։ Հետեւաբար կամ իրենք գիտեն, ինչպես դուք եք ասում, սպառնալիքները, բայց չեն անում, կամ իրենք չգիտեն սպառնալիքների ծավալը, հետեւաբար իրենց պատկերացումով իրենք անում են բավարար չափով։ Տեսեք, իրենք պրոդուկտ են որոշակի համակարգի։ Իրենք ասելով մենք խոսում ենք այսօր Հայաստանի բարձրագույն ռազմական վերնախավի մասին, որից որ որոշվում է այդ ռեֆորմի էությունը։ Եվ իրենք սովորել են
ինչ որ ուսում են ստացել ռազմական, հա, հայկական ռազմական հաստատություններում ուսումնական շարունակել են Ռուսաստանի Դաշնության ակադեմիայում, ինքը Ռուսաստանը այսօր փաստում է, որ դա արդեն անցյալ է։ Այն ինչը որ եղել է մարտական ուստավ Ռուսաստանի Դաշնության համար, այլևս ակտուալ չի կարող լինել։ Այդ աշխատանքը հիմա գնում է Ռուսաստանի Դաշնությունում, հասարակ բան, երբեք որևէ մոտոհրաձիգային գունդ կամ բրիգադ իր կազմում չի ունեցել անօդաչու սարքերի դասակ կամ վաշտ։ Հիմա խոսքը գնում է ստեղծել այնպիսի կառուցվածքի մեջ ունենալ նույնիսկ յուրաքանչյուր դասակում ունենալ առնվազն օպերատոր անօդաչու սարքի դրոնի օպերատոր եւ լեվելները ամեն մի լեվելի համար համապատասխանաբար պահանջը այսօրվա օրով իրազեկված ինֆորմացիայի հավաքագրման համար իրազեկված լինելու կրկնակի անգամ փոխվել է այն ինչը որ գրված է մարտական կանոնակարգերում այլևս իրականացվելի չի։ Հնարավոր չի իրականացնել ոչ պաշտպանություն, ոչ հարձակում, այդպես ինչպես որ ուստավում գրված է։ Աշխարհը փոխվել է, ուկրաինական պատերազմը շատ փոփոխություն ունեցավ, ոչ միայն Ուկրաինայում եւ Ռուսաստանում, այլև մնացած բոլոր երկրներում, ընդ որում հայկական պատերազմներ Արցախյան, էլի շատերի համար դասեր է, բայց ոչ մեզ համար։ Հիմա մենք պիտի տեսնենք, որ Հայաստանում առնվազն 4-5 հազար ուսանող կամ սան հավաքագրված են որպես դրոնների օպերատորներ։ Դա չի կարելի դիտարկել եւ համարել, որ նույն ռեժիմն է բանակում ծառայելու ինչ որ եւ այլ ռազմական մասնագիտություններ իր որոշակի առանձնահատկությունների այսօրվա պատճառով։ Ուկրաինական բանակում, ռուսական բանակում դրոնավոդները, օպերատորները դրոնների, իրենք տարբերվում են մյուս հատվածներից բանակի։ Մեծ մասը կամավորական են։ Դա լիովին այլ հա տեսակ մասնագետներ են։ Եվ իրենց առաջ դրվող խնդիրները նույնպես լիովին այլ են։ Այն ֆունկցիաները, որոնք որ իրենք կատարում են։ Մեր բանակը ավանդաբար մոտեցում ուներ, որ շարքային զինվորը 0 պատասխանատվություն եւ 0 ինքնուրույնություն պիտի ունենա, որովհետեւ համակարգը պիտի ղեկավարի իրադարձությունները։ Այդ առաջի շերտի հրամանատարները, սերժանտները, դասակի հրամանատարները, լեյտենանտները, նույնիսկ վաշտի հրամանատարները շատ ցածր ինքնուրույնություն ունեցող պատրաստվածությունն է իրենց, գաղափարախոսությունն է այդպես, որ իրենք պիտի լինեն կատարող։ Հա իրենք նույնը այդպես չի ասենք, ազգային ժողովն է այդպես, նախարարություններն են հիմնականում, հա ինչ որ ավտոնոմիա ունեն, բայց միևնույն է կարևոր ռազմավարական նշանակության որոշումները կայացվում են վերևում։ Ահա, որովհետև վախ կա, որովհետև եթե իրենք լինեն ինքնուրույն, իրենք մի օր ապստամբություն կբարձրացնեն։ Բայց դա իսկապես այդպես չի, որ եթե ամեն մեկը սկսի անել ինչ որ ինքն է մտածում։ Դե մենք ստեղ արդեն պիտի թողնենք, բայց տեսեք ինչքան հարցեր են փոխկապակցված դառնում, տնտեսական, քաղաքական, սոցիալական, որի մի կարևոր բաղադրիչն է բանակը, բայց եթե ծուրա գնում սոցիալականը, եթե ծուրա գնում քաղաքականը, եթե ծուրա գնում, դե խաբեության վրա է երկրի ներսում քաղաքական։ Դե դա մի օրգանիզմ է վերջում, մի օրգան։ Հիմա սա է, այս օրգանիզմի համար նման որոշումը ընդունելը բանակի ծառայությունը զորակոչը դարձնել փողով ճիշտ է, թե ոչ։ Դա ժամանակավոր որոշում է, ինքը կարճ կյանք ունենա հիմա, իրենց դեպքում եթե խոսել հա կառավարության պատից, իրենց տեսակետից ճիշտ է թե ոչ, ես չեմ կարող։ Այն բանակի հետ ճիշտ է, որ իրենք ընդունում են օրենքը։ Իրենք օրենքները ընդունվում են շատ անգամ անհրաժեշտությունից, ստիպված են ընդունել։ Ով է ստիպում։ Կյանքն է ստիպում, կամ պիտի այդ քրեական գործերը բոլորը հարուցես գնաս այդ մարդկանց հավաքես, կամ պիտի։ Բայց այդ օրենքը վաղուց կար, չէ՞, եթե 27 տարեկանից հետո դու գնացել ես կամ մինչև 20 տարեկանից դրսում ես եղել, չես ծառայել խուսափել, դու կարող ես վճարել, վերադառնալ եւ այլն։ Եվ չծառայել։ Եվ չծառայել։ Հիմա իրենք հասկացան, որ հարկավոր է եւ դեմից ինչ որ խրախուսանք ստեղծել, որ մարդիկ չփախչեն, որովհետեւ շարունակում են փախչել եւ ոչ էլ այդ փողը տալիս են։
Սա փոխկապակցված հարցեր են եւ կա վիճակագրություն դրա տակը, որը որ ցույց է տալիս վարկագիծը ինչպիսին է։ Որովհետև դենց ավելի էժան է ասում այդքան փոխարեն, այդ գումարի փոխարեն ուղղակի քո երեխային հանես Հայաստանից, քան այդ գումարը վճարես իր համար։ Դա էլ ավանդական խնդիր է։ Հիմքում դրված է հետեւյալը. հանրությունը թեպետ հարցումների մեջ որ ասում են պետական որ ինստիտուտն եք համարում դրական, հա, մեծամասնությունը բանակն է։ Օրինակ ամենացածր վարկանիշ ունեցող ազգային ժողովն է, հետո դատարաններն են, իսկ ոստիկանություն եւ այլն։ Ոստիկանությունը եւ բանակը բարձր տեղերում են։ Այսինքն մարդկանց գնահատականով, որը որ հարցում ես անում, ինքը պատասխանում է բանակը։ Բայց իր երեխային բանակ ուղարկելու ժամանակ իհարկե առաջանում է հակառակ բանը, որ չի վստահում այսօրվա բանակի։ Բայց ոչ ոք չի վստահում, նույնիսկ այդ մարդիկ, ովքեր հիմա ընդունում են այդ օրենքը, իրենք մեծ մասը ծառայած չեն։ Եվ նախկինները, որոնց իրանք այդ քննադատում են, ոչինչով չեն տարբերվում, որը մեկը չի եւ ընդհակառակը համարվում է շատ կարեւոր ձեռքբերում, եթե դու կարողանում ես քո տղային XY ձևով հիվանդությամբ կամ հանելով զորամատել, ուրեմն դու լուրջ մարդ ես։ Հիմա որ մյուս բանը վերցնենք, ընտրություններ են գալիս։ Այո։ Այդ օրինագիծը իրենց կարծիքով, կառավարության կարծիքով սիմպաթիաներ առաջացնելու բերելու է իրենց համար ինչ որ դիվիդենդ եւ այլն։ Մենք պիտի պատրաստ լինենք նման նաեւ դրսևորումների, որովհետեւ չպետք է մոռանանք եւ երկրում տիրող դասավորությունը այսօր սոցիալական հարցումը ինչ է ցույց տալիս 56% քաղաքացիները անվստահություն են հայտնում իշխող ուժին եւ խորհրդարանական ընդդիմությանը։ Ընդամենը 44%-ն էին եղել ըստ հարցման International Republic Institute-ի անցյալ տարի սեպտեմբերին, կես տարի առաջ, մի քիչ ավել, որ ունեին կոնորոշում։ Եվ ընդամենը 22% քաղաքացիական պայմանագրի համախոհն էին։ Ну, եթե հաշվարկել, որ Հայաստանում մոտավորապես 1.600.000, 1.700.000 փաստացի բնակչությունն է, ընտրողները, որ փաստացի գտնվում են երկրում, դա տալիս է այսօր իշխանության թիվ, որ իրենք ու նայելով Երևանի ընտրություններին, Գյումրիի ընտրություններին 250-ից 300.000 ձայն ավել չեն կարող հավաքել։ Հիմա պիտի նախաձեռնեն ինչ որ քայլեր, որպեսզի ինչ որ սեգմենտներ փորձեն նոր սեգմենտներ հետ բերեն։ Այն վստահությունը, որ ունեցել են, չկա։ Գյումրին էլ վրադիր, հա։ Գյումրիում 17000 ձայն էին հավաքել, Երևանում 76, իրար հետ եթե Գյումրին ու Երևանը գումարենք, ստացվում է, որ 100.000-ից պակաս համախոհ ունեն երկու խոշոր քաղաքներում։ Ինչից եւ այդ համադրելով հարցման տվյալների հետ ես վստահաբար ասում եմ, որ նման պայմաններում իրենք գնահատում են, իրենց մասնագետները, սոցիոլոգները գնահատում են, որ այսօր իշխող ուժի բազան 250-ից 300.000 ընտրող ով պատրաստ է իրենց ձայնը տալ։ Եվ սա եւս խնդիր է հանրության համար արդիական խնդիր է, խանգարում է բանակին, խանգարելու է։ Բանակում ներքին մթնոլորտին վնասելու է այդ օրինագիծը։ Եթե ես հիմա բանակի դիրքերից եմ ասում, օրինագիծը բանակի այսօրվա վիճակին ոչ մի լավ բան չի ավելացնի, այն մարդկանց, ովքեր որ ուզում են ամեն կերպ որ խուսափի իրենց երեխան բանակից ճանապարհ բացվում դա անելու ինչ որ կոմպրոմիսային տարբերակներ մեծ հաշվով սա իրենք ներկայացնում են որպես այն մեծ խնդրի որ մենք ունենք այսպես ասած բավականին մեծ թիվ ու սերունդներից հավաքված այդ բանակից խուսափողների սա իբրև ինչ որ մի բան կարգավորում է այն հարցերի հետ որ մենք փորձեցինք շոշափել ինչ բանակ է հարկավոր Հայաստանին որովհետև լավ լուրը որ պայմանական ասենք այսօրվա տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունների որ ստացանք Ուկրաինայի օրինակի վրա այն է որ քանակական հարաբերությունները այլևս այն դերակատարությունը չունեն մինչև 20 թիվը կարելի է ասել գոյություն ունեցող դոկտրինը ենթադրում էր ով որ ունի ավելի շատ ռեսուրսներ եւ ով որ կարող է ռեսուրսներ կուտակել ինչ որ միտեղ որտեղից ջեղկել ճշնամուն եւ ջախջախել այդ կետում նա կունենա հաջողություն այսինքն ամբողջ ռազմական ռազմավարությունը
ենթադրում էր, որ պետությունը պիտի հնարավորություն տա ստեղծի այդ ռեսուրսի առավելությունը, իսկ գեներալների խնդիրն է այդ առավելությունը ստեղծել ռազմադաշտում կոնկրետ կետում, որ կետում եւ ինչպես ստեղծել, դա էլ արդեն արվեստն է, կոմպետենցիան է, տաղանդն է, ինչպես դա կազմակերպել եւ այլն, ինչով դա բնութագրվում է լավ զորավար, վատ զորավարից եւ այլն եւ այլն։ Այսօր փոխվել է դա։ Այսօր փոքրաթիվ ժողովուրդը կարող է հակադրվել մեծաթիվ ժողովրդին ռազմական դաշտում ասիմետրիկա այո քանակական նշանակությունը վերացավ որովհետև պրակտիկորեն կազմակերպել կուտակումը ինչ որ միտեղ որ դա մնա անտեսանելի հակառակորդի համար կազմակերպել զանգվածային հարձակում ինչ որ մի կետի վրա որպեսզի ողջ ուժով այդ մի հատվածի վրա հարձակվել այլևս հնարավոր չի տեխնիկապես անգլիական որ ժամանակի խնդիրն է, ես երկու կարևոր հարց ունեմ, կուզե դուք կարճ պատասխանեք, մեկը որքան եք համարում հավանականություն ադրբեջանական ագրեսիայի եւ երկրորդը խաղաղության այսպես կոչված երկու տարբեր բաներ եմ ասում, հա, երկու իրար հակասող ինչ որտեղ որքան եք համարում հավանականությունը ստորագրման խաղաղության կամ ստորագրում հետո հարձակում կարող են միացնել իրար Ես խնդրեմ այսպես եմ նայում Ադրբեջանը սպառեց իր այդ հնարավորությունը խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրելուց։ Եվրոմիությունը հասավ այն կետին, որից հետո պատժամիջոցները արդեն կարելի է ասել իրական են։ Եվ այս սիտուացիայի մեջ խաղաղության պայմանագրի կնքումը Ադրբեջանի համար խնդիր է։ Դա կարող է բերել հարձակման։ Ինչի համար եւ մենք լսեցինք Մարկ Ռուբիոյի նախազգուշացումը, որ Հայաստանի վրա հարձակումը բերելու է նաեւ Ադրբեջանի համար ծանր հետևանքների ԱՄՆ-ի կողմից։ Այդպես բան ասել ենք։ Ինքը ասել է, որ մենք հետևում ենք եւ դա ցանկալի սցենար չի, բայց որ ծանր հետևանքներ կլինի Ադրբեջանը, նման արտահայտություն չի արել։ Ըստեյության դրան Չէ, որտեղ հասցեական որևէ բան չի ասվել, որ Ադրբեջանը ենթադրենք հանկարծ չփորձի տես բան անել։ Ասել է, որ ուշադրության կենտրոնում է։ Բոլոր դեպքերում պետք է բացառել ագրեսիան։ Ձեր հարցը, ես այսպես եմ ասում, հələ իմ գնահատականը թողնենք ԱՄՆ-ի գնահատականը այդ հայտարարությունը ինչի մասին է։ Նրա համար որ խնդիրը մեծ կա, այսինքն հավանականությունը մեծ է եւ ցանկալի է, բայց ոչ թե Իսկ ինչպես է կախված Ադրբեջանի խաղաղության պայմանագիր կնքելու եւ Ադրբեջանի Հայաստանի վրա հարձակվելու երկու հարց իրար հետ։ Փաստորեն կապված են։ Մի կողմից խոսում են պայմանագրի անհրաժեշտության մասին, բոլորը, այդ թվում Ռուսաստանը այսօր, չէ՞։ Մյուս կողմից կարծես թե խնդիր կա մեղմ կամ ոչ մեղմ կամ ինչ ձևով նախազգուշացնել, որ չդիմեն հարձակման։ Ես դրա մեջ նախազգուշացում չեմ տեսնում, ես դրա մեջ տեսնում եմ ուղղակի ավելի շատ մտահոգություն, որ նման բանը ցանկալի չի, բայց զգուշացնել։ Ну, ես չեմ կարծում, որ դա Միացյալ Նահանգները, այդպես են մեկնաբանում, ես տեսեմ մեկնաբանում, բայց դա հայտարարություն է, բայց այս կոնտեքստի մեջ դա Ադրբեջանին ուղղված ոչ թե Հայաստանին Հիշեցում է, նախազգուշացում է կամ ոնց կցանկանաք մեկնաբանել կանխարգելում չի դա լավ այդ դասավորության մեջ սա վկայում է որ կա կապ այդ երկու բանի միջև միտքս դրան է վերաբերում իսկ այդ կապը իմ կարծիքով հետեւյալն է Ադրբեջանը հասկանում է որ խաղաղության պայմանագիրը կնքելով Արցախի հարցը չի լուծվում ինքը մնում է այդ հարցի հետ միջազգային հանրության հետ դեմ արդեմ, պարզապես զրկվում է պատերազմի շանտաժի գործիքից։ Եվ դրա համար առաջանում է այս վիճակը, որ այո կա լարվածություն եւ Ադրբեջանը կանգնած է ընտրության առջեւ, կամ կնքել խաղաղության պայմանագիր, կամ այդ շանտաժը պատերազմով, որ ինքը վերջի ժամանակահատվածում անընդհատ, այսպես ասած, հնչեցնում էր իրականացնել Կարծում եմ, որ երկրորդ տարբերակը Հայաստանի վրա հարձակվելու հիմա Ադրբեջանին հասանելի չի քաղաքական
մի շարք պատճառներով, որովհետև որևէ դաշնակից այդ հարցում իրակողք այսօր չկա։ Իսկ եթե ինքը թքած ունենա բոլոր դաշնակիցների կարծիքի վրա, որ որևէ մեկը Իսրայելին այսօր ամբողջ աշխարհը քննադատում է, բայց դա ինչ է փոխում։ Որևէ մեկը կարող է պլանավորել քայլեր, որոնք որ հետո չի կարողանալու, այսպես ասած, Չէ, մի քիչ մենք կարծում ենք այդ հարցին հայկական տեսանք, այսինքն մենք ենք մտածել, որ մենք անենք, ամբողջ աշխարհը մեր դեմ կլներ, այդպես էլ եղել է 30 տարի, որ մենք մտածել ենք, հանկարծեն հանկարծ Արցախը չհամարենք Հայաստան, հանկարծ չճանաչենք անկախությունը, Ադրբեջանը կարծեք թե իսրայելական մոդելով է գրում, լրիվ թքած ունի թե աշխարհը ինչ է մտածելու, այո, հնարավոր է կարողանա այդ մոդելով գնալ, եթե ԱՄՆ-ն չլներ իր հովանավորը, ԱՄՆ-ն է դեմ Իսրայելի արածներին։ Եվ դրա համար այսօր Իսրայելում ոնց որ թե խնդիրներ կան նոր կարգի, որը որ երբեք Իսրայելը չի հանդիպել այն վիճակը, որը որ հիմա է համադրելի չի նրա հետ ինչ որ եղել է տարիների ընթացքում։ Իսկ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանի դերակատարությունն էր իմ կարծիքով կարևոր այս վերջի տարիների ընթացքում առավել քան Թուրքիայի։ Ռուսաստանն է այն պետությունը, որը որ կարող էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քաղաքական պաշտպանություն մատուցել Ադրբեջանին եւ հավանաբար մատուցում էր եւ 23 թվականին եւ 20 թվականին, որովհետեւ տենց ինչ որ մի հատ գաղտնի բան չէր, ինչ որ մեկը պիտի դեմ լիներ Ադրբեջանի դեմ բանաձև ընդունելու, չէ՞։ 20 թվականին հարձակվել են, ինչ է, ինչի չեն ընդունել բանաձև իրենց դեմ։ Ինչ որ մի պետություն պահանջ չէր ներկայացնում։ Անկախ նրանից Հայաստանը պահանջ ներկայացներ թե չէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դիտարկում է ցանկացած խնդիր, որը որ վտանգում է աղաղությունը։ Իմ կարծիքով Թուրքիան այն պետությունը չի, որ կարող է վետո դնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ակնհայտ է դա։ Այսինքն Ռուսաստանի դերակատարությունը այստեղ էական է եւ Ադրբեջանի ռազմական կարողությունները, եթե նյութական առումով կախված է Իսրայելից, կախված է Թուրքիայից, Բելարուսից, ոչ միայն Ռուսաստանից, ուզում եմ ասել, քաղաքական մասով Ռուսաստանի աջակցությունը ամենակարևորն է։ Եվ այսօր, եթե Ռուսաստանի տեսակետից նայենք, կարող է Ռուսաստանը, այսպես ասած, կանաչ լույս տալ Հայաստանի վրա հարձակվելու համար, թե ոչ Ադրբեջանին։ Ինչ հետևանքների կբախվի Ադրբեջանը նման դեպքում մյուս պետությունների հետ։ Այդ բոլորը այն հարցերն են, որը որ դրված է Ալիևի առջև եւ ինքը պիտի հաշվարկի։ Իմ կարծիքով իրենց համար այսօր ամենավատ միջավայրն է, ամենավատ դրությունն է, որևէ ռազմական դրսևորում ցուցաբերելու համար։ Անդրեաս, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր այս քննարկմանը, ինչպես ասում եք, սրանք քննարկումներ են, ոչ թե հարցազրույցներ, հետեւաբար այստեղ կարծիքների բախումը, կարծիքների արտահայտումը շատ առանցքային է, այս ձևաչափի համար։ Մենք հյուրընկալեցինք Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։